Շնորհակալ եմ բոլորից, ամեն մեկից, ովքեր որ գտնվում են այստեղ, որովհետև գիտեմ, որքան դժվար ճանապարհ եք անցել, որպեսզի հասնեք այստեղ։ Վարդենիսից, Գորիսից, Գյումրիից, իհարկե այս պահին մեր հողերը մի փոքրացել են, բայց դա ժամանակավոր է։ Ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ նորից կվերագտնի հայը եւ իր պատմական տարածքները կկարողանա նորից վերականգնել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ կներեք, ես էլ ձեզ նման հուզվում եմ, որովհետև շատ դժվար է պատասխանատվից դրված մեզ վրա։ Գիտեք, շատ դժվար օրեր ենք ապրել։ Հայ ազգը պատմական շատ մեծ փոփոխությունների միջով է անցել։ Բազմաթիվ անգամ հայ ժողովուրդը իր տեղից տեղահանվել է եւ նորից կարողացել է ոտքի կանգնել եւ սկսել ամեն ինչ զրոյից։ Ես ուզում եմ խոսել այն մասին, որ Հայաստանի կառավարությունը պետք է հայ ժողովրդին Արցախցուն դիտարկի որպես ներուժ, քանի որ մենք բեր չենք Հայաստանի Հանրապետության ուսերի։ Այն գումարները, որ ծախսվում են Հանրապետության բյուջեից արցախցիների համար, դա շատ չնչին է իրականում։ Մենք պետք է եւ պահանջում ենք, որպեսզի իրենք հաշվի առներ այն պահանջները, որոնք մենք առաջ ենք քաշել։ Մենք 4 պահանջ ենք առաջ քաշել։ Դա գերիների վերադարձն է, արցախցիների հավաքական վերադարձը դեպի Արցախ եւ մյուս երկուսը սոցիալական է։ Իհարկե, շատերը փորձում են ներկայացնել, որ մենք այստեղ հացի կռիվ ենք տալիս։ Այո, նաեւ հացի կռիվ ենք տալիս։ Դուք պատկերացնում եք ինչքան դժվար է սովորական մի տատիկ պապիկին, որ կոծրել են իրենց որդուն, զավակներին, թոռնիկներին եւ գտնվում են այստեղ։ Օրինակ, մեր պայթունի հետևանքով զոհված շատ ընտանիքներ կոծրել են իրենց կերակրողին եւ կապ չունի, քանի հոգի են, պետք է կարողանան իրենց կարգավիճակ տալ։ Դա մեր պահանջներից նաեւ մեկն է։ Պահանջները բազմաթիվ են եւ պահանջները ներկայացվել են մեր կառավարությանը։ Հուսով եմ իրենք աչալուրջ կլինեն եւ կկարողանան այս խնդիրներին ամբողջական լուծում տալ։ Դուք գիտեք, որ արցախցին աշխատող ժողովուրդ է։ Իրենք կարող են արարել, ստեղծել եւ ես հավատում եմ, որ ոտքի են կանգնելու, ստեղծելու են ավելի ուժեղ